Բարի երեկո։ Բարի երեկո։ Սկսենք աղոթքով։ Աննորի որդվեվոքվին սպամեն, հայր մեր որերգինս ես, սուրպ եյցյանուն քո, եգեստի արկայություն քո, եղեցին գամ քո, որպես երգինս և երգրին, ըս հաց մեր հանաբազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ բարդիս մեր, որպես եմեք թող մերոց բարդաբանած, և մի դանիրս մեզի փորձություն, արպրգյազ մեզ չար է, զիկո արկայություն և զորություն և պարկա վիդյանս ամեն։ Ողջույն քեզ Մարիամ, գիշնորոք Տերն քեզ, օրհնյալ ես դու կանայս, եւ օրհնյալ է բդու որովայնի քո Հիսուս։ Սրբի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսիավասը մեր մեղավորացս, այժմ եւ ժամում մահվաններո ամեն։ Բարքոր եւ օրդվո եւ օգուն սրբո, այժմ եւ շեվավիդյանս արդենից ամեն։ Տակուհի իմաստության, աղոթյավասը մեր։ Գարինե թարգմանությունը լավն էր։ Բարի երեկո Վարդապետ ջան, հա, շատ սիրուն էր։ Բարձ է, չէ՞, իմաստը։ Իմաստը պարզ է Վարդապետ ջան։ Այո։ Բայց ուզում եմ այնուամենայնիվ իմ հարցի պատասխանը իմանալ։ Որ է։ Որ մեկ հարցը։ Որ է կուսության կաթիլը դա որպես Քրիստոսն է, որ մենք ընդունում ենք Մարիամի միջոցով, թե Մարիամ ասածնա մակրությունն նկատի ունի։ Չէ։ Լավ հասկանալու համար քիչ մը լայն դիտի մտածենք։ Ուրեմն հոն խոսում է ասազմայրը որ գույս է բայց գատ ունի երկու բան որ հակառակ է մեկը մյուսին բայց Մարիամի մեջը դա իրականանում է եւ նաեւ ոնց է շարունակությունը որ կա եւ ասում է որ Մարիամը Հիսուսը որ 1000% մարդ է բայց նաեւ 1000% Աստված է ինքը այդ մեկ անձին ծնունդ տվավ եւ ուրեմն այդ իր չափազանց հadoop վիճակը որ ունի չափազանց հadoop վիճակը որ ունի լինել մայր եւ գույս աղախին Քրիստոսի շարականին մեջ երկենք մայր եւ գույս աղախին Քրիստոսի տուն որ ամբողջությամբ մայրես ամբողջությամբ գույսես ամբողջությամբ մեկ անձի մայրենես որ է Հիսուսը Հիսուս Քրիստոսը ուրեմն տուն որ միայն արարած ես տուն գերագրեցիր Հիսուսին բայց չի բավարարվում այլ նաև մեզի սովորեցնում է որ մենք ցանկանում ենք այդ գատից ունենալ բայց այդ կատը մենք ունենք Սուրբ Հրաշքան միջոցով շատ խորն է իրավես չափազանց խորն է այդ մի քանի դողը չափազանց խորն է եւ դա է քերեցկությունը եւ այո դրա համար է որ դու հարցես տալիս որ Հիսուսն է կամ Մարիամն է բայց երկուքի մասին է խնդիրը եւ հարցը եւ պատասխանը մեր ուզածը
Հիսուսն է վերջի վերջո, որովհետև ինքն է մեր Աստվածը, ինքն է մեր բրգիչը, իսկ Մարիամը ինքը ունի իր մասնակցությունը եւ մենք նաեւ ցանկանում ենք մի քիչ իր մակրությունից, մի քիչ իր միևնույն ժամանակ ուսուցությունից, միևնույն ժամանակ մայրությունից, այդ ամենն է, որ մենք ցանկանում ենք եւ իրապես որքան պետք է մտածենք, շնորհակալություն հայտնենք, որ այո, սա է Մարիամը, բայց մենք միայն Մարիամով չենք կրնար կոհանալ, մեր ուզածը Հիսուսն է, մեր ամենախոր ցանկությունը անշուշտ Հիսուսն է, Սուրբ Հաղորդությունն է, միությունն է Հիսուսի հետ Սուրբ Հաղորդության մեջը, բայց ճանապարհը Մարիամն է։ Մարիամի միջոցով է, որ մենք կհասնենք Հիսուսին, որ ասի իրականության մեջ ոնդեղը ահագին աստվածապահություն կա, որը մասին պետք է ահագին մտածել, խորհրդածել, որովհետև ինչն է ամենախորը հոն, ամենախորը այն է, որ մենք միայն Մարիամի միջոցով է, որ մենք ստացանք Հիսուսին աշխարհիս մեջը։ Եվ սա ամենակարևոր գեդերեն մեկն է, նաև մեր հայ եկեղեցու մեջը, չափազանց կարևոր դեր ունի, որովհետև մենք մեր խորանների վրա ունենք Մարիամը, որ իր քիրգը ունի Հիսուսին, եւ ընդհանրապես պետք է այդ նկարը այդպես որ լինի, որ Մարիամը տալիս է Հիսուսը աշխարհին։ Ու նպատակը, որ խորանի վրա տրված է Մարիամը, այդ իմաստն է, որովհետև ինքը առաջինն է, որ դվեց Հիսուսը աշխարհին, եւ այսօր մեզի համար ամենակարևորը նորեն կգրկնեմ, Հիսուս ինքն է, բայց այսօր ով է, որ մեզ տալիս է Հիսուսը։ Մարիամը դվավ, բայց հիմա Եկեղեցին է։ այլևս եկեղեցին է։ Եկեղեցին է, որ մեզ տալիս է։ Եվ մենք քահանաներս, մենք քոչին չենք կրնար ունենալ առանց Մարիամի։ Մարիամը քահանա չէ, բայց ինքը դվեց մեզ Հիսուսը եւ հիմա եւ ինչպես դվեց անոր մասին մենք չենք երբեք կամ շատ քիչ է խոսողները որ Մարիամը ինչպես դվեց ինչպես հղիացավ եւ ունեցավ իր մեջը Հիսուսը այո Սուրբ Հոգու զորությամբ է որ այսինքն ֆիզիկական մասը Սուրբ Հոգու զորությամբ է որ իրականացավ բայց մյուս կողմեն ինչ որ եկեցին մեզ սովորեցնում է այն է որ Մարիամը հղիացավ մտածելով Աստծո խոսքի մասին, Աստծո խոսքը ընդունելով եւ Աստծո խոսքը ինքն է, Հիսուսն է։ Ինքը այդ խոսքը ընդունում է եւ Սուրբ Հոգին այդ խոսքը իր մեջը դալիս է մարմին։ Եկեղեցին նույն ցևով խոսքը ստանում է եւ կարողանում է այդ խոսքը մարմնի վերածել Հիսուսի խոսքերով քահանայի միջոցով, որովհետև խորանին վրա քահանան չէ եւ քահանային արժեքը միայն լինելն է լավ քահանա է, վատ քահանա է հոն Հիսուսն է որ ասում է արեք կերեք սա իմ մարմինն է, արեք խմեք, սա իմ մարյունն է, Հիսուսն է, որ դա անում է
Եվ սա մեզ հրավիրում է, որ դուրս գանք եւ պատմությունից, եւ աշխարհագրությունից, եւ ժամանակից, եւ լինում ենք ուրիշ հարթակի վրա, լինում ենք մենք հավիտենականության հարթակի վրա, որ ժամանակեն դուրս է։ Մենք մեր բարդագությունն է Մարիամին թիմել, որ ինչպես որ Մարիամը ընդունեց Աստծո խոսքը եւ այդ խոսքը իր մեջը մարմին արա, հիմա մենք եւս կուզենք, որ Մարիամից մի գաթիլ մեզի կա իր մայրությունից, իր գուսությունից մի գաթիլ մեզի կա, որովհետեւ մենք կարողանանք առնել այդ խոսքը եւ այդ խոսքը մեր մեջը իրավես լինի Հիսուս ինքը, այդ Աստվածը, որ մենք պաշտում ենք, այդ Աստվածը, որ մեզ կյանք է տալիս եւ այդ կյանքը, որ տալիս է բادرակի միջոցով, անշուշտ լինում է Աստծո խոսքը, ասիկան Աստվածաշունչը եւ Սուրբ Հաղորդությունը, որ Պասեքն է, որ հավերժական այլևս Պասեքն է, որ մենք մասնակցում ենք այդ Պասեքին, մեր մասնակցությամբ բادرակին եւ երբեք չպետք է մենք անչադենք բادرակի մեջը Աստծո խոսքը, Աստվածաշունչի մեջը եւ Հիսուսի մարմինը Սուրբ Հաղորդության մեջը երկուքը միասին եւ Մարիամի միջոցով որ այդ ամենը իրականացել է եւ իրականանում է հիմա եւս։ Շնորհակալություն Վարդապետյան, բավարարված եմ։ Ես այդ աղոթքը սիրում եմ հենց պատարագի սկզբից, երբ Սրբով ու Աստվածածնի բարեխոսությամբ է ասում։ Այդ ներքոստանատական աղոթք որպես կարդում եմ շատ տարիներ առաջ միշտ հետաքրքրել է, շատ հարցեր եմ տվել, բայց հիմա կաթիլ հավաքվեց եւ լրիվ բավարարված եմ արդեն։ Շատ բարի։ Շնորհակալություն։ Եղավ։ Ուրեմն Հիսուս իսկապես Աստված է։ Ամեն տեսակ փաստեր կարող ենք մտածել, որովհետեւ փաստենք, որ Հիսուս Աստված է։ C.S. Lewis-ը այդ անգլիկան քրոը իր քրկին մեջ է լոգ քրիստոնեություն ինքը ասում է որ գամ Հիսուս խելակար է գամ մի իմպոստ է գամ է այդ ինչ որ ինքը ասում է ինքը իր մասին ասում է որ ինքն իրեն ներկայացնում է որպես Աստված եւ ասում է որ ինքը շաբաթի տերն է շաբաթ օր երբ որ մենք խոսենք շաբաթ օրվա մասին բայց իրականությունը շաբաթը օր չէ շաբաթը ամբողջովին տարբեր մի բան է շաբաթվա օրերեն մեկը չէ շաբաթը այդ հանգիստն է այդ հավիտենական հանգիստը որ Աստված մեզ հրավիրում է եւ նաեւ 95-րդ Սամոսին մեջը երբ որ խոսում է հրյաների մասին ասում է որ իրենք իմ հանգստիս մեջը պիտի չմտնեն իմ շաբաթիս մեջը չպիտի կարողանան մտնել Հիսուս ասում է որ ինքն է դերը այդ շաբաթ հրյաների համար որքան կարեւոր է եւ այդ Հիսուսի կյանքի մասին Բենեդիկտոս Բաբի քիրկը Բենեդիկտոս Բաբը խոսակցություն ունենում է մի հրյա ռաբբիի հետ չափազանց կարևոր մի ռաբբի է այդ խոսակցության մեջը այդ մարդը ասում է որ
չեմ գրնար ընդունիր Հիսուսին, որովհետև ինքն իրեն շաբաթի դերը անվանում է, շաբաթի դերը այդ դիտողս չէ, այդ իրականությունը ընդգրկում է եւ ասում է, որ ինձ համար շատ ավելի կարևոր է հրյա կրոնքը եւ հրյա հասկացողությունը շաբաթին, քան թե ինչպես Հիսուս ասում է։ Ուրեմն Հիսուս դերն է շաբաթին, Հիսուս ներում է մեղքերը, որ ովևէ մեկը իշխանություն չունի ներելու բացի Աստծուց։ Ուրեմն ինքը խելագարված է, կամ ըմբոստ է, կամ իսկապես Աստված է։ Հիսուս, այո, մեր հավատքն է, Հիսուս Աստված է, որովհետև ոչ միայն խոսեց, որ ինքը շաբաթի դերն է, ոչ միայն ասեց, որ մեղքերը կարող է ինքը ներել եւ ներեց, եւ կարևոր կետը այն է, որ Աստված կնիկը դրավ Հիսուսի խոսքերին վրա, եւ որ Հիսուս հարություն արավ։ Ուրեմն Հիսուսի հարությունն է մեր հավատքի ամենակարևոր մասը։ Երբ որ մենք կհասկանանք Հիսուսի հարությունը, եւ այսօր շատ աշխարհականներ, շատ անցիկ ովքեր չեն ընդունիր Հիսուսին աստվածությունը, բայց իրենց համար ամենադժվար բանն է, որ այդ Հիսուսի հարությունը ժեշտեն, որովհետև մեկ-երկու բան չէ, եւ որ կմտածենք այդ ամենի մասին կտեսնենք, որ Աստված իրապես ինքն է Աստվածաշունչի հեղինակը, որովհետև եթե առաքյալները եթե ցանկանային շինձու մի բան անել, իրենց մտքին ծայրեն պիտի չանցներ, որ ունենային գիներ, ով խոսում են Հիսուսի հարության մասին, որովհետև գիների վկայությունը Հիսուսի ժամանակ ընդունված չէր։ Եվ Հիսուս սկիզբը կանանց է, որ ներկայանում է, եւ իրենք են, որ այսօր որքան կարևորություն է դրվում Մարիամ Մագդաղենացին, որ ինքը առաքյալների առաքյալն է, որովհետև Հիսուս իրեն հանձնարարեց քնա եւ իրենց բատմե հարության մասին։ Ուրեմն մեկ մասը սա է, իսկ երկրորդը, եթե այդ դադարք քերեզմանը չլիներ, նորեն չափազանց դժվար պիտի լիներ փաստել, որ Հիսուս հարություն արավ։ Մինչև այսօր դարբեր մարդիկ, դարբեր հրյաներ մանավանդ փորձում են դարբեր բաներ գտնել եւ ասել, որ այդպիսի բան չկա, դադարքը քերեզման չկար, ինչ գիտեմ ինչ, բայց պատմությունը, այսինքն սկիզբեն ահագին արտաքին փաստեր ունի, որ այո, դադարք էր, որովհետև երբ որ Պողոսը խոսում է եւ ասում է, որ Հիսուս երևաց դարբեր մարդկանց եւ նաեւ երևաց իրեն, այդ ամենը կարող ենք ասել, որ այդ մարդիկ, որ տեսան, նույնիսկ 500 հոգին, որ տեսավ Հիսուսին, կնան իրենք բոլորը երևակայած լինեն այդ ամենը, բայց ոչ մեր հավատքը դրա մասին չէ, եւ նաեւ երբ որ կարդում ենք, որ Հիսուս հաց կերավ աշակերտներին հետ, ինչպես Սուրբ
Պետրոսը ասում է 10-րդ առաքյալների գործերի 10-րդ գլխում ասում է որ Հիսուս հաց կերավ 40 օր ուրեմն նորեն այսօր մենք մեզի հարց կտանք որ ինչպես եղնար հաց ուտել որովհետև այդ մարմինը այլևս կարիք չուներ հաց ուտելու մեր բոլոր կարիքները ինք այլևս չուներ հարության մարմին էր բայց հավասիկ այդ ամենը տնում են եւ ամենակարևոր կետը նորեն կգրկնեմ ասելով որ այդ տադարգ քերեզմանն է այդ տադարգ քերեզմանն է եւ եթե մտածել ունենք մանավանդ վերջին ամիսներին ամբողջին երկու տարիներին այդ ինչ որ վարշամակը մեզ բաննա փաստեր դալիս է հարության մասին սա երթալով ավելի եւ ավելի բան պիտի դարածվի եւ մարդիկ ավելի լավ պիտի կարողանան հասկանալ որ այո հոնդեղը ամբողջովին անըմբռնելի եւ անբացատրելի մի բան տեղի ունեցած է բայց այդ ամենին ամենակարևոր մասը տադարգ քերեզմանն է ուրեմն քանի որ տադարգ քերեզմանը գա եւ սա աստծո կնիկն է որ Հիսուսի բոլոր խոսքերը շիդագ են սա մեզ ցույց կտա որ Հիսուս խելաքարված չէր Հիսուս ըմբոստ չէր սուտախոս չէր Հիսուս իսկապես էր այդ անձը որ ինքը ներկայացավ որպես Աստված սա որբեսի մենք հասկանանք Հիսուսի ով լինելը եւ այլևս ոչ թե միայն խնդիրը այն է որ Հիսուս Աստված է կամ մարդ է կամ ինչպես Աստված եւ մարդ սա անշուշտ մի քանի թար դեվեց որբեսի մեր եպիսկոպոսները առաջին տարերի եպիսկոպոսները կարողանան հստակ ձևով մեկնաբանել եւ հստակ ձևով մեզ ներկայացնել եւ սա ոչ թե մի խնդիր է որ 2000 տարի առաջվա կամ 1700 տարի առաջվա խնդիր այսօրվա խնդիր է որովհետեւ այսօր փոխկականներին մեծամասնությունը ավետարանականներին մեծամասնությունը չեն կարող հասկանալ եւ բացատրել թե Հիսուս ինչպես ամբողջությամբ մարդ է եւ ամբողջությամբ Աստված է եւ ամենամեծ փախումը որ իրենք ունին հիմնված է Աստվածամոր վրա եւ եկեցին սկիզբեն գիտեր անիգա եւ շատեր կարծում են որ եկեցին երբ խոսում էր Մարիամի մասին ասում էր որ Աստվածամայր հայերենով մենք շիդակ բառը ունենք որ նաեւ հունարենը Թեոտոկոս այդ բառը ընդունելը այդ բառը որտեղրելը չափազանց դժվար բան եղավ եւ շատ մարդիկ ասեցին որ մենք կուզենք Մարիամը մի քիչ բարձրացնել չէ Մարիամի համար չէ որ Աստվածամայրը ստացավ այլ Մարիամին ընդունեցինք որ Աստվածամայրը որ մենք կարողանանք ավելի լավ հասկանալ Հիսուսը որպես միևնույն ժամանակ եւ մարդ եւ Աստված այսօր շատ քրիստոնյաներ կան գիտեք սուրյո քրիստոնեությունը չընդունիր որ Հիսուսի մեջը երկու բնություն կա ինչ որ մոնոֆիզիտ կսեն մեկ բնություն իր մեջ միայն աստվածայինը կա եւ մարդկայինը չկա բայց եթե աստվածային կա եւ մարդկային չկա ուրեմն չեր գտնար մեզ բրգել որպես մարդ պետք է մեզ բրգել եւ միայն եթե միայն մարդ է իր մեջ աստվածը չկա նորեն իր ռաձ ամենը շատ օտեն մի բան է ուրեմն ժամանակին հայերու մասին որովհետև հայերը չընդունեցին կախկետոնի ժողովը
երկար ժամանակ հայերու մասին եւ խոսեին, գսեին, որ հայերը մոնոֆիզիտ են, մեկ բնություն են ընդունում, բայց վերջը այդ ամենը ավելի հստակացավ, մանավանդ որ եւ Վասկեն կաթողիկոսը, եւ Կարեկին առաջին, եւ Կարեկին երկրորդը, եւ Արամ կաթողիկոսը Ատելյասին, բոլորն արկածին հրամ եւ այդ թուղթերը, որ իրենք ստորագրեցին, շատ հստակ է, որ իրենք ընդունում են երկու բնությունը, բայց մի քիչ դարբեր ձևով ներկայացնում են, որը ընդունելի է կաթողիկե հավատքի համաձայն։ Ուրեմն Հիսուս իրապես Հիսուս Նազարեթին այդ անձնավորությունը, որ 2000 տարի ապրեց այդ երկրում, ինքը Սուրբ Գեորգյան երկրորդ անձն է։ Սա կարևոր մի կետ է, որ միշտ պիտի ընդունենք եւ պիտի քարոզենք եւ պիտի հավատանք։ Հիմա երբ կխոսենք եւ հիմա այդ ամենի բացատրությունը, որ տալիս եմ, մաս է կազմում մեր հավատքին, որ մենք հավատում ենք Սուրբ Երրորդության, որպես Աստված։ Աստված ամենակարող է։ Այո, անշուշտ Աստված ամենակարող է։ Ամեն ինչ կարող է անել, բայց ամեն ինչ կարող է անել այդ իմաստով, որ չի գնար քարագուսին միևնույն ժամանակ եւ քարագուսի լինի եւ գլոր, որովհետեւ բանականությունը դուրս է այդպես մտածելը, բայց Աստված ամեն ինչ կարող է անել եւ Աստված միևնույն ժամանակ օրենքներ ծրած է եւ որոշ օրենքներ կան, որ ինքը կարող է այդ օրենքներեն դուրս ելնել, բայց երբ որ բանականության օրենք է, ամբողջովին տարբեր է։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք մարդուս մարմնի մասին եւ հիվանդությունների մասին եւ ասենք, որ Աստված կարող է առողջացնել եւ բնությունը, որ մեր մեջ է, մարդկային բնությունը, Աստված ինքն է պատասխանատուն, ինքը կարող է այդ ինչ որ մի բան լինում է մեր մեջը շտկե, հոն խնդիր չկա, ինքը կարող է այդ ամենը անել։ Իսկ նորեն անգնեմ նույն բանը չի կրնար երկու հակարակություններ լինի, այսինքն եւ ճշմարտությունը լինի եւ սուտ լինի, երկուքը միասին հնարավոր չէ։ Աստված ամեն ինչ կարող է, Աստված ամենակարողն է, բայց նաեւ ոնդեղ ամենակ առաջին կետը, որ կուզեմ բաններ, որ եւ աշխարհքիս մեջը ամենամեծ խնդիրներն մեկն է։ Գիշեմ մի անգլիացի քրող մգար, որ շատ քրած է եւ շատ վիճաբանություններ ունեցած է 1960-ական, 70-ական թվականներին եւ ասում է, որ մի խնդիր, որ ամենը ավելին իրեն առաջ դրած են, դա էլ բանի ցավի դարաբանքի ներկայություն աշխարհի մեջ։ Եթե Աստված ամենակարող է, ինչու դարաբանք կա աշխարհիս մեջը։ Նորածինին
մեղքը ինչ է, ինչու նորածինը տեսակ խնդիրներ ունի, ինչու ամիջապես մահանում է կամ ապրում է իրապես անընդունելի մարդուս համար անընդունելի մի կյանք, ինչու այդ ամենը, ինչպես պիտի բացատրենք, ինչպես կարող ենք այդ ամենը հասկանալ, եւ սա Ֆրանկ Շիդեր մարդկանանը ասում է, որ սա ամենաավելի, ամենագիտնականը եւ անուսը եւ հարուստը եւ աղքատը եւ ծերը եւ երիտասարդը բոլորն այս հարցի շուրջ է որ փախում ունենում են դարաբանկը եւ այսօր երբ որ խոսենք դարաբանկի մասին այդ անցիկ ովքեր մեծ դարաբանկ չեն ունեցել իրենց կյանքի մեջը չեն գնար հասկանալ այդ դարաբողին վիճակը եւ այդ անձը որ այսինքն երբ որ խոսենք մենք մեր Հայաստանի մասին նրանք ովքեր ապրեցին այդ ահավոր երկրաշարժը նրանք ովքեր ապրեցին ցեղասպանությունը այսօրին նաև այդ մարդկանց ովքեր ստիպված եղան ամեն ինչ թողնել Ղարաբաղ այս ամենը երբ որ իրապես մարդը դարաբում է միշտ ամեն տեսակ հարցումներ կա իր մտքին մեջը եւ հարցը որ տալիս է արդյոք Աստված ամենակարող է թիվ 1 թիվ 2 եթե ամենակարող է ուրեմն այդ Աստվածը վադն է չար Աստված է սա է մտածելակերպը մարդկության երբ որ մեծ դարաբանկի մեջ եղած են նրանք ովքեր չեն եղած եւ ես կարող եմ ասել որ ես անցամ այդ մեծ դարաբանկը չեմ ապրած ոչ մեկ տեսակ բսիկ բաները որ եւ որ կփախտadem ուրիշների կյանքի հետ ուրիշների խնդիրների հետ իմս խաղալիք է խնդիրները որ ես ունեցել եմ խաղալիք է եւ մեծ վստահություն ունեցել եմ նկատմամբ եւ այդ ամենը մեջը միշտ դեսել եմ որ Աստված ամենակարող է եւ հաղթական է եւ բարի Աստված է եւ միշտ իմ բարիկս գտնի եւ նաեւ երբ որ կմտածեմ ցեղասպանության մասին որ իրականության մեջ այո ես այդ միան լսեցի իմ դադիկներես իմ հայրական դադիկիս եղբայրը բավական դարաբաց էր եւ իրեն ես հանդիպեցի Ֆրանսիայում հանդիպեցի բայց իմ վրաս այնքան չաստեց տեսա որ ինքը լավ վիճակի մեջ է ինչ որ ապրել է այո մայրական դադիկիս ընտանիքը 16 զավակ էին միայն 3 հատ ապրեց մնացածը սպանեցին եւ դադիկս հավատքի խնդիր չունեցավ եւ չեր սիրել նաեւ խոսիլ այդ ամենի մասին ինչպես մի կարողանանք մենք այդ մարդկանց բացատրել որ Աստված չար չէ Աստված վատը չէ ամենա իմաստալից ցևը այն է որ երկու մասով պիտի պատնեմ ասեմ ցեզի առաջինը այն է որ Աստված ցանկացավ մարդկությունը ստեղծել ազատության մեջ սա է ամենամեծ խնդիրը եւ
Շատեր կասեն, որ ինչու ազատ ստեղծեց մարդկանց, ինչու այդ ազատությունը տվեց։ Բայց անշուշտ Աստված կարող էր ստեղծել մի բան մարդկություն, որ չի կարողանար սխալ գործել։ Եվ եթե այդպիսի աշխարհ լիներ, ռոբոտի աշխարհ պիտի լիներ։ Բայց Աստծո ուզածը սիրո, որովհետև ինքը սեր է, սիրո աշխարհ է, որ ուզեց։ Ուրեմն, երբ որ սեր կա, կնշանակի, որ սերը, որ միևնույն ժամանակ ընդունելն է ուրիշին, ինչպես որ է։ Եվ Աստված ընդունում է մեզ, հակառակ մեր բոլոր տկարություններին, այդ ամենին Աստված մեզ ընդունում է եւ մեզ հնարավորություն է տալիս, որ մենք իրեն ընդունենք կամ չընդունենք։ Սա երկար բացատրություն կուզե, միևնույն ժամանակ երկար մտածել կուզե, որովհետեւ շիտակ հասկանանք եւ կարողանանք շիտակ ձևով մեկնաբանել եւ բացատրել ուրիշներին սրա մասին։ Աստված մեզ տվել է ազատություն եւ որովհետեւ տվել է այդ ազատությունը, Աստված չուզեր ոչ մի կերպ այդ ազատությունը մեզ վերցնե։ Եթե վերցրեց, այլևս ազատություն չկա, այլևս սեր չկա։ Ստիպված կլինենք սիրելու։ Բայց եթե ստիպված է սիրել, ուրեմն սեր չկա։ Հոս է կարևոր կետը։ Սա առաջին մասն է այդ խնդիրին։ Իսկ մյուս կողմեն Աստված երբ մարդացավ, ինչ է որ արեց։ Մեզի ցույց տալու, որ ինքը ոչ թե օտարական է մարդուս համար։ Մարդկային բնությունը ստանալով, գիտեք, այս ամեն ես խոսում եմ, մեկ շաբաթ հետո ցեզի հարցնեմ, ոչ մեկնից բամը չեք հիշել, եւ ոչ մեկնից երբեք չեք սիրում թուղթը գրիչ ունենալ, որպեսզի մեկ երկու փառ գրեք եւ վերջը ցեզի կօգնե, որ հիշեք։ Ինչ է։ Աստված երբ որ ընդունեց մեր վիճակը, ընդունեց ամբողջությամբ, բացի մեղքից, բայց բացի մեղքից, այսինքն ինքը մեղք չի գործեց, բայց իր թեմը ահագին մեղք գործեց։ Եվ այդ մեղքին կակատնագետը եղավ խաչելությունը։ Ուրեմն Աստված օտարական չէ մեր դարաբանքին։ Աստված մեր դարաբանքը ինքը դարաբեց, ինքը կակատնագետը բոլոր դարաբանքներին, որովհետև երբ որ Պեղադոսը ասում է, որ անվասիկ մարդը, երբ որ գնայինք այդ մարդուն, դատաբարդված եւ այսինքն միակ արդարը որ կա աշխարհիս ամբողջ պատմության մեջ, որ ոչ մեկ պատճառ չկա, որ այդ անձը որևէ մի կերպ դատաբարդվի, դա Հիսուսին կնի։ Ամբողջովին արդար, դատաբարդված եւ լքված բոլոր մարդկանցից, բոլորը հեռացած էին իրմե, անվասիկ նաև այդ ահավոր վիճակը, որի մեջ գտնվում էր, խաչին վրա, ամբողջովին մերկ, եւ չարչարանքը, եւ ամոթը, եւ անարդարությունը այդպիսի մի աստիճանի, որ չեն կրնալ երևակայել, ոչ ալ կրնանք մտածել, որ որևէ մեկը կարողանա այդ աստիճանի տարաբել։ Ուրեմն, ավասիկ
Աստված խաչի միջոցով ուրեմն ինքը մեր հետ գիսվում է մեր դարաբանքը եւ հոն է որքան որ չեն կարող հասկանալ դարաբանքի լման իմաստը միայն տեսնում ենք որ նաև պատրաստված է այդ ամենը Աստվածաշունչի մեջը մանավանդ Եսայի մարգարեի բայց միայն անիկա չէ ահագին ուրիշ բաներ Եսայի մարգարեի 50-րդ գլուխը այդ դարաբանքը որ զդիչ դարաբանք է եւ նաեւ մի դարաբանք որ միևնույն ժամանակ ոչ միայն մակրում է այլ փրկում է փրկարար դարաբանքը եւ այդ փրկարար դարաբանքը նաեւ մենք եւս կարող ենք մասնակցել Հիսուսի դարաբանքին ունենալով նրան որպես մեր օրինակը ընդունել իրեն դարաբանքը որպես մեր դարաբանքը եւ մենք եւս երբ որ դարաբում ենք նվիրում ենք եւ մեր դարաբանքը երբ որ նվիրվում է լինում է մեր եւ ուրիշների փրկությունը երբ որ կխոսենք որ մենք նվիրում ենք մեր դարաբանքը ինչ կնշանակի նվիրել դարաբանքը չափազանց բարձ մի խաղապար է որ այսինքն ամեն օր որ կարդանաս եւ բզիկ բաներ որ կբադահին որ քու ուզածիդ հագարակ է բարձ բաներ չափազանց բարձ բաներ մեր Սրբույթ Տերեզան Ֆրանսայի Սրբույթ Տերեզան մեզ ասում է որ այդ ամեն բզիկ բաները երբ որ մեծ սիրով ընդունում ենք եւ մեծ սիրով նվիրում ենք Աստծուն սա լինում է փրկարար այդ դարաբանքը մեծ դարաբանքներու մասին չէ այն բզիկ ցավը որ ունիս բզիկ ցախողությունը որ ունիս այդ ամենը երբ որ ընդունում ես այսինքն ինչ ես ընդունում ես Աստծո կամքը սա է Աստծո կամքը ինձ համար այսօր իմ կյանքիս ամեն ծայրերը ես ամենը ընդունում եմ ծայր ընդունում եմ ես Աստծո կամքը ինձ համար եւ սա ես նվիրում եմ բացիկ լինում է փրկարար աղոթք եւ ինձ համար եւ ուրիշների համար եւ ինձ մաքրում է եւ օգտակար է շնորհի աղբյուր է եւ ինձ համար եւ ուրիշների համար այսօր ես իմ սերիկս ասեցի եթե հարցում ունիք պատասխանեմ մեծ ուշադրությամբ լսեցինք Վարդապետ ջան ելի կլսենք հարցս սա է ուղղափառ եկեղեցին այսպես է բացատրում մանուկների տառապանքը ասում է մարդկությունը եթե քանի որ մարդկությունը առանձին բոլորի նման չեն ընդհանուր մի բան է կենթանի դրա համար էլ այդ երեխեքի հիվանդությունը որպես մաքուր անոթներ են որոնցով սնվում է ինչպես ասենք թթվածինը գալիս է մարդկության մեջ եւ մարդկությունը նրանցով է որ պահվում է այդ մանուկների չարչարանքներով է որ պահվում է ուզում եմ հարցնել ինչպես եք ինչ կարծիք եք այդ ինչ կասեիք այդ կարծիքի մասին եւ հարցը սա է Վարդապետ ջան ցավակից լինելը արդեն մեծացել ենք մեծ ենք կարող ենք ընդունել իսկ որ երեխեն 10-ամյա երեխեն գա ու ինձ հարցնի ինչու է իմ 5 տարեկան քուրիկս հիվանդ
Ինչ պատասխան կարելի է տալ այդ երեխուն։ Մենք պիտի երեխեքի հետ զբաղվենք եւ անպայման այդ հարցը կհնչի մի օր։ Ինչպես բացատրել փոքրիկին։ Ամենադժվարը հոն է, չէ՞։ Այսօր ոչ միայն դարաբանքի մասին, այլ գանքի մասին ամեն ինչ որ կուզենք բացատրել, որքան դժվար է իջնել այդ երեխաների մակարդակին եւ այդպիսի ցևով իրենց բացատրել, որ իրենք հասկանան, ինչ որ պիտի հասկանան, որ իրենց տարիքի համաձայն կարողանան հասկանալ։ Եթե ընդանուր ցևով բանվենք, որ ինչու երեխաները դարաբում են, ինչու երեխան հիվանդ է, սրա չափազանց բարձ բացատրություն պիտի լինի, որ բնությունը այդպիսին է։ Չպիտի բացատրեմ ես իրեն, որ մեր ամբողջ աշխարհի հիվանդությունների 90%-ը մարդկային սխալներու պատճառով է։ Սրա մասին Ամերիկայի մեջ իրենց հիմակվա բանի առողջապահության նախարարը այսօր մասին շատ խոսում է եւ երկար ժամանակ է խոսում էր, որ այդ ինչ որ գերագրում են ժողովրդին թունավորում է ահագին խնդիրներ կան, որ պիտի չունենան եւ երբ որ կփախտադես, նույնիսկ ինքը փախտadություն է անում Կանադայի եւ Միացյալ Նահանգների օրենքները ուտելիքների վերաբերյալ, ասում է, որ Կանադան ամբողջովին տարբեր է եւ որոշ հիվանդություններ Կանադայի մեջ չի կան, որովհետեւ սխալ ուտում են Միացյալ Նահանգների մեջ։ Հակին այսօր երբ որ խոսենք շաքարախտի մասին, շաքարախտի հիվանդությունը, ասկե 200 տարի առաջ շաքարախտի հիվանդությունը շատ քիչ էր հիմա բախտadmամբ, հիմա չեմ գիտեմ ժողովրդին կային տոկոսը շաքարախտ ունի, չէ՞, մեծ թիվ է եւ սա մեր գերագուրի պատճառով է եւ շատ բան գիտենք, որ վադն է, բայց կշարունակենք անել եւ կշարունակենք այսօր երբ որ խոսիս եւ ինչպես կուզես բացատրել երեխային, որ իր հիվանդության մեկ մասը իր բաբային սխալն է ձախախոտ ծխելը եւ բան շատ չափազանց շատ խմելը, այս ամենը որքան աստած են երեխային վրա երկու ցևով, մեկը որ աստած է, այսինքն սերմի բանով դեսանգուինեն, իսկ մյուս կողմենա այսօր քանի երեխաներ որքան դարաբում են եւ դարաբել են եւ պիտի դարաբեն, որովհետեւ ծնողները սենյակին մեջ կծխեն ամար ծմեր կոց սենյակին մեջ կծխեն, ասկա թույն է, ինչպես կուզես որ հիվանդ չլա երեխան։ Ինչպես է բացատրես երեխային եւ երբ որ ծնողների հետ խոսած եմ, հիշեմ մի մայր երկու ջահել աղջիկներ ուներ եւ ավտոյին մեջ գծխել իրեն գսել որ քոնե ավտոյին մեջ մի ծխել չէ մի ծխել եւ այդ աղջիկները անշուշտ իրենց խնդիրներ ունեցան եւ ունեն ինչպես բացատրես 10 տարեկանին այս խնդիրները առողջ ապրելը
Գեիշեմ ասկե 50 տարի առաջ էր մի կերպ որ գարտացի բան վերնակերը այս հիվանդություններից ոչ մեկը չպիտի ունենայինք եթե մենք Աստծո օրենքի համաձայն ապրեինք եւ հոնդերը ասեն հիվանդությունների 90% ասում է որ պիտի չունենայինք եթե մենք Աստծո օրենքներ եւ այսօր այդ խաբեությունը որ կա այդ ամեն ինչ որ մենք կգնենք եւ բանը շիտակ չէ ինչ որ ասում են դուպի վրա ինչ որ կրված է եւ ինչ որ մեզի դարիս են ամբողջովին դարբեր բան է այդ ամենը տեսակ իմաստությունը գիտենալով հանդերձ իրենք սխալ բաներ մեզ դալիս են եւ նաեւ երբ որ կմտածենք օդին մակրությունը օդին գերդոդությունը գեշեմ մնդավարես 60 տարի առաջ եւ որ ես բան նոր Ավստրալիա կացած էի հոնդեղը դարբեր կորզարաններ կային որ օդին մեջը շատ գերդոդ բան գերդոդություն դուրս կտողնեին կառավարությունը կամաց օրենքներ բաներա եւ այդ գերդին մեծ մասնությունը կարողացան հավաքել եւ զդել եւ մաքրել Հայաստանի մեջ նույն ձևով այսօր երբ որ փլուզումը տեղի ունեցավ բան Երևանի մեջ որքան գերդոդ էր օդը եւ ուզեց բան նայրին կոչեցին որպեսի այդ գերդը չլինի բայց նայրին բեչիգար նույնիսկ կոչելու գարելի էր այդ գերդը հավաքել եւ զդել բայց ավելորդ ծախս է եւ չի ճուզեցին եւ ասծեվով եթե խոսելու լինեմ ամիսներ պետք է բացատրություն տամ ամիսներ բայց անոնց մասին խոսելու փոխարեն որքան կարևոր է որ մենք ընդունենք որ մենք մեղաբարդ ենք եւ մենք պետք է մեր կյանքը բարելավենք եւ Աստծո օրենքներին համաձայն ապրենք որպեսզի մեր շրջանակը ավելի մաքուր լինի ամեն մեկնից դարբեր ծևեր պիտի գտնենք այս ամենը երեխաների մակարդակին հիշեցնելու ուրիշ հարց Okay. Այսօր այսքանով կողանանք եւ բարի գիշեր ասեմ ձեր բոլորին մինչեւ ուրբաթ Բարի գիշեր հայր Անտոն բարի գիշեր բոլորին Բարի Բարի գիշեր բոլորին։